Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այսինքն փողոցի դիտահորերը որ մաքրվի, որը որ վիոլայինն է։ Հա, էսի բանը մաքրվում է։ Ստե կանցնի, էսի վիոլան անելիք չունի։ Էսի պետք է չի քանի։ Ես վիոլային չեմ պաշտպանում։ Ուղղակի իրոք էսի կասի ձեր սեփական տարածքն է։ Չէ, իրանք էլ գիտեն որտե է բռնում։ Որ չեն Փողոցը գլխավորը իրանցն է։ Բացում էսի բացվում է։ Գլխավորը իրանցն է, վիոլան պետք է այնտեղ մաքրել, էսի բարձ Շենգավիթի տարածքն է, չէ՞։ Կամացը մեջ չմտնես։ Ամենուր էսա։ Գագ մերը ասելու մի հատ բերեք փչեք մագիստրալը։ Վիոլային, հա։ Եկ այն 10 տոննանոց ջրի ավտոն վեկալին եկան։ Մի հատ շլանգը ոնց է սպասեցնում։ Դա ինչ։ Արա ասի նորմալ դրեք թույթա պրծնենք էլի համտուք համ մենք։ Չար։ Բա ինչ ասեցի։ Ապե բացվա։ Իսկ ես ինչքան ժամանակ է այս մի վիճակը։ շաբաթա։ Մի շաբաթա sense գնում է։ Մի շաբաթը սծեցնա։ Ընդեղ տեսել է։ Գնա նայ հենա, ցույց նկարելով գնա նայ։ Սա Գարշահոտ է սաղ։ Օ, լստենայ։ Էլստե մարդը ինչ ցանի։ Այն փողոցինն է, փողոցի դիտարը վիոլային է։ Էդի բացում էսի բացում։ Էդի եթե մաքրեն, ջիգյարով մաքրեն, ոչ թե չբերեն ստից։ Այ ապրես։ Շլանգով պզծել, շլանգով մենք է կարող պզծնել։ Առաջի Հասեն ոնց էր, Նորագավիթ 8 փողոց 37 տուն։ Ասում Մենակ- ձեր զանգը կարևոր է մեզ համար, ասի քուրիկ ջան, փոխեք, դերեք ձեր քակը կարևոր է մեզ համար։ Արդեն նադել եղանք ձեր։ Դաժե հերապ սադբույ չեն դրել։ Լսում եմ, ասում եմ, ես էլ էս հարցնը գցինք տեղը։ Օպերատոր էլի։ Ասում եմ, ինչ աղջիկ ջան, ասում եմ, ինչ գցինք տեղը, լմի ինձի լսի։ Օ, էսի վտանգավոր է, էսի։ Ֆուֆ։ Էյանել չբացեմ, էյանը որ բացեմ, վաբշե էլի կեթա լուկը։ Նկարը դեզ ուղարկել եմ այդ։ Չէ, էլի հայտարարություն է։ Ապրիլի 25-ն է, գտնվում ենք Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 8-րդ փողոցի 37 տան բակում, որտեղ գլխավոր փողոցով անցնող դիտահորիչ մաքրման պատճառով, ինչը պիտի կատարվի վիոլա ջուրընկերության կողմից, իսկ բակային հատվածում բնակիչը, սա որպես բնակչի սեփական տարածք, վիոլան էստեղ անելիք չունի, բայց տան տարածքում այս գարշահոտ վիճակը, այս հակասանիտարական վիճակի հիմնական մեղավորը վիոլա ջուրն է։ Մարդիկ արդեն ինչքանի օր է այս վիճակն է։ 8 օր։ 8 օր վերջին անգամ երբ եք զանգել վիոլա։ 2 ժամ 3 ժամ առաջ։ Ինչ են պատասխանում։ Փոխանցել են, կմոտենան։ Հիմա բնակիչները խնդրում են, որպեսզի վիոլա ջուրը իր պարտավորությունը պատշաճ կատարի, այն է փողոցի դիտահորը մաքրի, կոյուղատարերը մաքրեն, ոչ թե ստից գալիս են, որ մի հատ շլանգով մի հատ պզծնում են, գնում են, սկի վարդավարին դες ջուր չեն պզծնում, գալիս պզծնում գնում են, բայց դրանից հետո այն որ ասում է ֆուֆ հոտը խեղդում է չնքել բանում 2 ժամ հետո նորից նույն խցանումը նույն կեղտաջուրը հիմա տեսնում եք բնակչի տան բակից դուրս է գալիս ամբողջ հողամասը որ հիմա ինքը պիտի արդեն սերմերը առածելներ հողը մշակեր վարության կաներ հիմա չի կարա քանի որ ամբողջ տարածքը լցված է կեղտաջրով եւ
այսպես որ գնա հարգելի վիոլաջուր ոչ միայն 37 տունն է այս վիճակում հայտնվելու, թեպետ արդեն հայտնվել է, այլ նաև հարակից տներ։ Այս մարդկանց խնդրանքն է, իրանք չեն ասում, եկեք մեր բակի, մեր հողամասի, մեր սեփական տարածքի կոյուղատարը բացեք։ Եթե գլխավոր փողոցով անցնող կոյուղատարը դուք մաքրեք, ապա այստեղ բնակիչները իրենք տեսեք Իրա բացվելու է։ կեղտի, ես չգիտես, կեղտա ջուրը լրիվ սևացել է արդեն։ Այստեղ պիտի լինեք, որ այս հոտը շնչեք։ Հետո էլ ասում են, թե պահպանեք սանիտարահիգիենայի պայմանները, ոնց պահեն, հարգելի վիոլաջուր, իսկականից արդեն մարդիկ նադայել են ըլում ձեր համարը հավաքելուց։ Նույնիսկ մարդիկ ասում են համար հավաքելուց հետո ինչ ասես չենք ուզում ասենք։ Ինչա, ոնց ասել, ձեր ձայնը ինչա։ Ձեր զանգը կարևոր է մեզ համար, իմը փոխվել է, ձեր քակը կարևոր է մեզ համար։ Լսեցիք վիոլաջուր, ձեր փնթի աշխատանքի պատճառով հիմա կասեք էլի ընկան վիոլաջուրի հետևից։ Վճարումները կանոնավոր կատարում եք, չէ։ Հա, հա դու չլես գաճար, մենք կորած ենք։ Չէ, վճարումները ժողովուրդը Հա, դա ինչ ենք անում։ վճարումներն էլ մարդիկ Կարաս 2 րոպե ուշացնես։ ինձ թվում է պիտի դիմենք նաև Շենգավիթի թաղապետին, որպեսզի թաղապետը գոնե վիոլաջուրին ասի գան այդ գլխավոր փողոցը, որը որ հաստատ վիոլաջուրի տիրույթում է, վիոլաջուրը Կոյուղի խնդիր ունի, որ կան սարքեն, էդի կվերանա, բայց չեն գալիս։ Իրանց կոյուղի խնդիր ունի։ Վիոլայի կոյուղ, փողոցի։ Փողոցի կոյուղ, որ կան սարքեն։ Դա փողոցում է, ոչ թե տների մեջ Չէ, էլի։ վիոլայի խնդիրն է։ Կենտրոնական մագիստրալն է։ Լսեցիք հարգելի Որ կան վիոլաջուր։ սարքեն, բայց վիոլան ասում է այդ գործը չի։ Հորը պետք է մաքրվի, որը որ ստից գալիս եմ Հա, սենց պզստում են այդ մեն։ Չեն էլ պզստում, նավտուլով։ այսի պետք է մաքրվի էլի։ Այսի որ մաքրեն ջիգյարով, Մեկ էլ այնտեղ վնասված տեղ կա։ այն կողմերը չկա, չէ՞ Չէ, դիտավորը։ էսի հենց բացում են սաղեթում է։ Սաղ լցած է հիմա։ Բարը Հիմա բարը։ սաղ լցած է, անես չի որ լցած չի։ Ծերից ծեր, որը բացենք լցած է։ Այնտեղ Այստեղ վնասված է։ այստեղ ընդհանուր քան է դիտահորա։ Այս գծի վրա 1 2 3 Որ մի հատ ջիգյարով մաքրեն, Բայց որ կան ճիշտ սարքեն, ստե քանդեն, այդ կծոնը սարքեն։ Կպրծնի էդի։ եկեղեցի հետաս հոտը։ Այս դիտահորն է, որ մաքրեն։ Ռուբեն Մաթևոսյանը երգում էր, ասում էր յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով, այս հոտին կարաս նստես յասամանի ծառի տակ։ Հա, այս հոտին կարաս նստես յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով։ Վիոլայի քաքերը մենք անենք ջրի երես։ Այդ պետք է երգենք։ Այս փողոցի վիճակը շատ լուրջ է։ Հոտը սպանում է կոյուղին։ Հոտը սպանում է, Կոյուղը լցվում է հայատները։ տներն է լցվում, հա։ Դա ինչ անում։ Բա չեք ասում վեճ վիոլա ջրին։ Բա ասում ենք, ինչ կանչում ենք, ասում է ներսնա դուք պիտի վճարեք, դուրսը պետք է լինի, որ մենք գանք ձեր։ Բայց դուրսը դիտավորը եթե մաքրվի, էլ տներ չի գնա։ Լցվում է լրիվ հայատները։ Միանավոր վիճակ է դառնում, հələ ժամանակ ասված քանի որ ստեղից կտա։ Դա տեսել է մեր հայը լցած։ Մերն էլ լցվում են, չի որ մենակ ձեզ։ Մի շաբաթ էլ մնա սաղինը լցվելու է։ Մի քիչ էլ որ մնա, ստեղ էլ լցվելու, ընդեղ էլ լցվելու։ Սաղտերը Սարի, սաղին։ տենում ես, ես ասես մանկապարտեզ կա, երեխեքը գնում են մանկապարտեզ, ես հոտ, որ աստվածչանի ջուրը դուրս գա։ Էսի մանկապարտեզ է, չէ՞, գնում, Էս հոտին երեխեքը, հələ հիմի լավա դուրս չի տալիս, ես էլ է դիտավոր, չէ։ Դպրոցներն ան, մշակույթի տունն ան, սաղ ես ստե։ Թաղապետարան չեք ասե։ Թաղապետարան ինչ անի, թաղապետը։ Աբետարան ինչ են, այնա, մշակույթի տունը, դպրոցները։ Սաղ, սաղ։
Արա գոնե երեխեքի մասին մտածեք կարա։ Ան տատին ասում էր յասաման չկա, հես այ տատի, արի Ռուբեն Մաթևոսյանը հեսա քու պատվին երգելու է։ Լեգենդար Ռուբեն Մաթևոսյանը այդ երգերը պետք է հիմի լսեմ, ոչ թե մի տուպոյ